Ես եմ շարանում, դե լուգո եք ասի։ Ով կասի ձեր մարդիկ։ Մեր մարդիկ ո՞ր է, մեր ով է տարենք ոմել ինգերձ։ Տարենք եք ով եք ծանի մետ իշկապ ունի։ Ես չեմ ով եք կապչունի, ով եք պատեցի ներսում։ Անցած հարապարտեսից կենց եք կնոջ Սրանք հանոտ ուրիշ մանկապարտեսից կենց եք կնոջ անհետում։ Ողության համար են ասում։ Սուտ դու ես ասում։ Էղան, սուտ դու ես ասում։ Եք Գնեք դուք այս ժամին ինչ գործ ունեք, այս ժամին ինչ գործ ունեք, մենք եկել ենք մեր երեխեքի հետևին, դուք ինչ իրավունք ունեք դրան մանկապարտեզ։ Ես տնօրեն եմ հացով եմ եկել։ Ինչ հացով եք եկել։ Ինչպես ես պետք է բացատրեմ։ Այլ անձանց մուտքը անվտանգության, ես վախենում եմ երեխաների անվտանգության համար։ Հա, հենց Բակրել ես ասում են ամուսինն եք ձեն չեք անում։ Ինչպես։ Բոլորը ասում են ամուսինն եք դուք ձեն չեք անում, բոլորը։ Ձեր խառնվեք, ես խառնվեք, դուք չեք եղել, որ ձեր թորանը տենց անեին, դոկտորների։ Ախր ոչ մի բան չեք արել։ Ախր ցավը բանա, գիտեք ինչ կա։ Այնի չի ստեղծել։ Ինչ եմ մտածում, ես չեմ մտածում։ Եթե ինքդ ես բանալած անել ես ու ինքս ես ով է, ոստիկանություն զանգեք, ճուժոյ մարդը։ Ոստիկանություն, ճուժոյ մարդը, ինչ գործ ունի պարտեզում։ ինքը եթե տենց վերասարսի նման լիներ, ինքս դա գործ չունենա։ Ինքը գիտեք ուր կներ։ Եթե Այդ ժամանակը գիտեք ինչ կա։ Հիմա խաթարում եք, թող բոլոր մարդկանց ամուսինները գան։ Դե դուրս եք ես, դուք ինչ եք Ամուսինը չի։ Բայ ինչ Ես ձեզ բացարձակ բան չեմ ասած, ես ձերախոն եմ բերել տանձած։ Ինչի համար ցույց հասկանում։ Ես ներողել եմ գործ ունեմ, եկե մտանորանի գան։ Ես չի պետք է դուրս գա, վերջացնում եմ կողից։ Դե թող բոլորս մի գործ ունեք, հերթով ամուսիններ, չգիտեմ ո՞տ։ Դոկան, ցավտանում, ես չեմ խանգարում, ես չեմ խոտ չդոտում։ Բա դուք ինչ եք ասել։ Ես տելեֆոնը դրեց սենյակի, բերեցի որ հետ տամ իրար, всё։ Եվ գնացել։ Ժողովրդիկին Դանիելյանը ձեզ ասպասում, եկեք, բոլորին սպասում, եկեք գնանք դեմքին ասենք են ինչ որ մտածում ենք, բոլորով եկեք։ Նենց չի որ Ալի Եկեք, շուշ։ Եկեք, սպասում ենք, տոն արի։ Բոլորով եկեք, սպասում ա մեզ, մենք քաղաքակիրթ եղանակով եկել ենք։ Բարևձեզ։ Ով է, հա, խոսած եք հրամիրել եք, բայց մի րոպե ժուրնալիստների դուրս եկեք, էլի խնդրում։ Հաշվում եմ դուրս եկեք, հետո կմտնեք, դու մնա։ Չէ, բոլորի ներկայությամբ ենք ուզում ենք բաց հրապարակային թափանցիկ մենք ենք պահանջել, որ լրագրողները ներկա լինեն։ Մի րոպե սպասեք, վերջացեք։ Կներեք, դուք այստեղ դիրիժոր եք, ինչ եք, ինչ գործ ունեք այստեղ։ Մենք եկել ենք մեր երեխաների հետևից։ Խնդրում եմ, դուրս եկեք, ինչ իրավունքով է այս անձը այստեղ գտնվում։ Մենք ծնողներն ենք, առանց լրագրողների ներկայությամբ ուզում ենք հրապարակային դուք ասեք այն ամեն ինչը չէ, ես անձնական, ես արտահայտվեմ, Տիկին Դանիելյան, դուք կորցրել եք վստահությունը մեր մոտ, մենք չենք պատրաստվում, ձեզ լսենք, դա քննիչների մոտ կխոսեք, ձեր բացատրությունները կտակ ոստիկանների մոտ, հրավիրել են ձեզ հարցաքննության, Ես ասում եմ, ինձ խոսել եմ, ես դրա համար էստեղ եմ, այսինքն դատարանի 3 այցան որոշել է, որ էստեղ չկան աշխատանքներ վերաբերին, ես եկել եմ աշխատանք։ Շատ լավ, իսկ ինչ վերաբերում եք քրեական վարույթին հարուցված, այդ գործի մասին ինչ կասեք, բոլորիս մտահոգությունը դա է, մեզ չի հետաքրքրում ինչ ա տեղի ունեցել։ Եթե ես քաղաքացիական դատը կրել եմ,
աղջիկներ։ Եկեք համեցեք աղջիկներ, մոտեցեք։ Ես լարվում եմ, չեմ խոսելու ոչ մի այս բաների տակ, ասում եմ։ Իսկ նորմալ է, որ մեր երեխեքը լարվածության մեջ մնան այն միջավայրում, որտեղ աշխատում են դաստիարակները։ Հետ։ Փող դուրս կան ծնողների հետ։ Դե, ահա, մենք ճիշտ ասած դուրս եկավ, ազատեց, հուսով ենք վերջնականապես է դուրս եկել։ Մեր այս աթոռը ժողովուրդ, ինչի մասն է խոսքը, մենք հավերժ չի աթոռը, հասկանում եք։ Ճիշտ եք ասում։ Գնեք մաստակ ծամելով այս հաստատությունում, այստեղ կրթություն են ստանում երեխաների, դաստիարակությունն է։ Հավերժի ոչ մի բան է։ Բայց ի՞նչ գործ ունեք դուք ստեղ, ես զարմանում եմ։ Գործով եք, հետո դույով եք խոսում Դուք Դանիելյանի հետ, դուք ծնող եք։ հետապես։ Դե հետևից գնացեք։ Ասма լավ խոսը։ Հա երևի նոր պահակ։ Ուզում եմ ցույց տամ այն աթոռը հանուն, որի մարդը պատրաստ է խայտարակվել կոռուպցիոն սկանդալներից հետո վերադառնալ պաշտոնին։ Փաստորեն այսքան թանկա ու կարևոր է մարդկանց համար այս աթոռը։ Ուզում եմ տեսնեք, իմանաք ինչա կատարվում։ Սեղանի տակ միած ստուգի։ Չեմ կարծում, հիմա ինձ թվում է վերջ հիմա ազատել է, սենյակ էլ չի գալու։ Տիկին Դանիելյան, հիմա հեռանալու եք մանկապարտեզից, թե մնալու եք դեռ, կիսատ գործեր ունեք։ Չէ, մենք հաստատ սունկեն չենք վերցնի, մեր մոտ այդ գողանալու սովորությունը չկա, հատկապես սենց տեղից։ Գերացունյանի դզեց, դասավորեց, ամեն ինչը։ Այո, այո, ճիշտ է։ Խնդիրը որ մեջքին մարկա լինում ու անտեսվում։ Այդ ամեն ինչի հետ կապված որոշում տվող չի, կարծիք արտահայտող չի, կան մարմիններ, կան հաստատություններ, որոնք այս ամեն ինչը պետք է զբաղեն։ Մեր խնդիրը ընդհանրապես այդ process-ները արագացրեք, վերջնական գնահատականներ չի եղել ոչ մի բան, շատ լավ Դանիելյանը թող շարունակի պաշտոնավարի, եղել է որևէ բան տվեք լուծում, բայց այս ամեն ինչը ծնողը չի որոշելու, ես չեմ որոշում, մեկը չի որոշում։ Մեր խնդիրը իրավական գնահատականն է, իրավական գնահատական ենք ուզում, ոչ մի բան չենք ուզում, չենք կարող որոշենք։ Մենք չունենք, դուք այն լիազորված մարմինը չեք, ոչ մեկը չեք։ Այո, մենք լիազորություն չունենք մեղադրելու եւ Արդեն դուզ գա։ Այո, ու գա գային բազդիկ։ շատ համաձայն եմ։ Բայց եթե այդպես գործեր կա իրա վրա, խի եկել այստեղ։ Ես չեմ հասկանում։ Թող արդեն դուզ գա, թող քննություն լինի, հետաքննություն անեն, հարցակրներ, նույնիսկ մանկար չեն հարցակրներ։ Ոչ մի Թող ծնող խոհարարներից մեկին տնտեսվարին կանչեն, մեկը գա ասի ինձ կանչել են քննչական հարցակրները։ երկի բարի ուսուցչությունում ինչպես արագ արձագանք։ Դաշնակահարում մենք լավ գիտենք դաշնակահարում։ Գնաց արհամարական վերաբերմունք ծնողների հանդեպ ոչ մի բացատրություն, այո։ Ոչ մի կներեք մեկ այլով կխոսենք կամ ինչ-որ մի բան։ Տեսություն, Ես ինքս ծնող եմ, ով այդ ժամանակահատվածը իմ բանիկը չի հաճախել։ Երբ որ այս տարի հոգնեցին եք իմացել, կա դատարանի որոշում, մտեց այդ պրոցեսները ես ինքս այդ ժամանակ եմ արել։ Ես ծանոթացել եմ դատարանից։ Չեմ ասում, տեսել եմ ինչ-որ ծնողից կամ ուրիշներից։ Սա խնդիրը է, որ եղել է որոշակի պրոցեսներ։ Հա ձևակերպել Տիկին Դանիելյանի իրավարցազրույցի մեջ ևս տվել առավոտ ինտերնետի եղել է գողություն տնտեսվարի միջոցով, նման ձևակերպումներ ստացել է իրավարցազրույցի մեջ։ Որից հետո եղել են գործընթաց, որից հետո Տիկին Դանիելյանը քաղաքացիականում վիճարկել է իր աշխատանքի իրավունքը եւ վերականգնել է եւ այո, իր աշխատանքի Եկեք շեշտենք, որ դա տեղի է ունեցել նախկին քաղաքապետի օրոք։ Ոչ մի բան չի եղել նախկին քաղաքապետի օրոք, ես չգիտեմ կոնկրետ, հա ես խոսակցությունները չեմ ասում։ Կոնկրետ գնահատական իրավական չի տրվել, որևէ գործընթաց չի սկսվել։ Ուղղակի եղել է ազատ հանդիպում, որը եղել է թողը եւ Տիկին Դանիելյանը այո, ճիշտ է եղել եւ դատարանը հաստատել է աշխատանքի իրականությունը։ Բայց հիմա ես եւ մնացած ծնողները ուզում ենք մի բան, իրավական գործընթացը արագ տեմպով արվի եւ ի վերջո Խոսքը քրեական վարույթի մասին է։ Խոսքը եղել է
է նման գործընթացներ, թե չի եղել, որ մենք էլ հանգիստ իմանանք, այո, չի եղել, Տիկին Դանիելյանը որևէ կապ չի ունեցել, երեխաները հաճախում են մենք հանգիստ ամեն մեկս մեր աշխատանքին։ Եղել է այդ գործընթացները, ուրեմն համապատասխան քննություն, թե ինչ է եղել այդ ամենը։ Զուտ է մեր ցանկությունը ծնողների իրավունքը գնահատական, ես չեմ որոշում, այդ ծնող չի որոշում, մանկապարտեզի աշխատակիցները չեն որոշում, ոչ մեկ չի որոշել։ Կան մարմիններ, մենք պետություն, որոնք պետք է այդ ամենը չի եղել շատ լավ, չի եղել ինչպես է։ Իսկ քո կարծիքով ինչու են իրավապահ մարմինները դանդաղում այս գործընթացը գլուխ բերել։ Ինչ խոսք իրավական համակարգը շատ ծանրաբեռնված է, այդ մենք էլ ենք տեսնում յուրաքանչյուր գործընթաց շատ թեթև է։ Նարեկ Ես ասեցի ծնողների հետ եմ։ Հա, մեր ծնողներից եմ։ Ես ծնողի հետ եմ խոսում։ Մենակ ծնողներով թող լինեն։ Ոչ մի հեռախոսի կան դիժան խոսի անջան։